Նատալի Էլբակյան, 5-րդ դասանից սկսած սովորել եմ 10 անվան նավակ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցում, հետո ուսումս եղբայրների հետ շարունակել եմ 29-ում, ես իրենց հետ ծանոթացել եմ 5-րդ դասանից ու մենք մինչև հիմա ընկերություն ենք անում, նրանք երևույթի են մարդիկ էին, ում հետ 5-րդ դասանիներ թե 11-րդում խոսալու ընթացքում ամեն անգամ դու կարող էիր հասկանալ, որ նրանց կրթության ու զարգացվածության մակարդակը այնքան բարձր է, որ իրանք դպրոցի հետ տված ինֆորմացիաներն են չարաշահում, իսկ նրանց այսպես ասած պահվածքի հետ կապված թե հանրույթը ինչ է ասում, նրանց պես խաղաղություն սիրող, նրանց պես ոչ կռվարար անձեր պետք է իրականից ման գալ, քանի որ ընդհանուր ընկերության ընթացքում թե միջնակարգ դպրոցում թե հավաքում բազմիցս այստեղ նկատել եմ, տեսել եմ, թե ինչպես ուրիշ տղաները փորձել են ինչ-որ կռիվ հրահրել, բայց նրանց խոսալու ունակությունների շնորհիվ, նրանց ոչ կռվարար լինելու շնորհիվ նրանք դուրս են պրծել, չեն կռվել այդ մարդկանց հետ ու այն փաստը, որ երեք մենք իմացանք, որ իրենց կանոնավորել են տենց բանի համար, մենք ամեն մեկը զարմացած էինք, քանի որ նրանք այն երկու անձն էին մեր դասանում, որից անհնար էր սպասել ինչ-որ դաժե ամենափոքր խախտումը կամ ամենափոքր միջադեպը։ Իսկ ինչը կապված է նրա հետ, թե իմ կարծիքով ինչի են նրանց կանոնավորը, նրանց ձերբակալել, նրանց գործողությունների մեջ ես ինչ-որ անօրեն բան չեմ տեսնում, իմանալով իրանց և շատ մոտիկից խոսալով նրանց հետև ծանոթ լինելով, ես չեմ պատկերացնում ինչ տիպի պետք է մարդիկ այդտեղ հրահրեն կոնֆլիկտը, որպեսզի նրանք այդպիսի բան անեն, քանի որ նրանք այն մարդիկ են նորից կրկնեմ, որոնք կյանքում չէին կռվի ամենամեծ թե փոքր թեմայով։ Իսկ քաղաքական առումով իրենք ինչ-որ դիրքորոշում կան։ Ես իրանց հետ այսքան ժամանակ շփվելով կյանքում չեմ լսել, որպեսզի իրանք ինչ-որ քաղաքական առումով քաղաքական ուղղվածություն ունենան կամ ինչ-որ կուսակցության անդամ լինեն, դա ավելին ասեմ նրանց դեպքում ավելի անհավատալի է, քանի որ նրանք ինքներս լինելով ավելի խելացի, ավելի կրթված, քան ես իմ կարծիքով ցանկացել են իրենց ուղղությունը, իրենց սովորելու ուղղությունը զատ քաղաքականությունից պահեն։ Իմ կարծիքով դա ընդամենը այն միջադեպն է, երբ որ մարդկանց բրդելով չեն թողա աղոթեն ու հետո էլ ձերբակալել են նրա համար, քանի որ մարդ փորձել է իր դիրքը պաշտպանի, փորձել է չթողի ուրիշների հանդեպ ինչ-որ տիպի բռնություն կիրառել։